Եկեղեցու մասին իրավունք ունի խոսելու, իրավունք ունեն խոսելու բոլոր այն մարդիկ, ովքեր այդ եկեղեցու օրենքներով, կարգերով անցած մարդիկ են։ Խորքում այդ եկեղեցու հետևորդ են կամ անդամ են։ Մենակ մենք պետքա պարզենք, ինքը անդամ է թե չէ։ Նախ ես չեմ ուզում իր մասին խոսել, ինքը թեմա չէ ինձ համար։ Չկա։ Չիկ։ Ոչ միայն չարիք, այլև չիկ։ Երկրորդ։ Թող ասեն իրենք օրինական ամուսնացած են թե չէ, եկեղեցու հավատամքը գիտեն թե չէ, ամեն կիրակի հաղորդություն ստանում են թե չէ, եւ այսպես շարունակ։ Այդ երեք բանը թող ասեն, մնացածը հետո կխոսանք։ Բայց իր չլինելով իրողությունը չի փոխվում, Սրբազան հայր։ Սատանան էլ չկա, չէ, իրողությունը չի փոխվում։ Մենք կռվում ենք։ Լավ, ի վերջո հանգուցալուծումը ինչպես պետք է լինի այս ամենի Սրբազան։ Նա պետք է հեռանա։ Ինչպես։ Շատ սիրով, քրիստոնեաբար։ Պետք է հեռանա։ Աղոթք ցիտելով, դիվահալածությամբ եւ մնացած քրիստոնեական բոլոր գործիքները ու սիրով, շատ սիրով։ Եվ ոչ միայն ինքը, իր խմբակն էլ հետ է, ինչպես շատ դիպուկ պարոն Կարապետյանը ասել է։ Այսօր հայտարարում էր, որ եկեղեցու Դուք ուրիշ բան չունեք խոսալու։ Ինքը գլուխը պատին է տալիս, ով ինչ է հայտարարում, ինչ կապ ունի։ Կուսակրոնության հարցը չենք մենք բարձրացնում, այլ լեգիտիմության։ Նախ իր լեգիտիմության հարցը թող բարձրացնի, թե կառավարության մինչև այսօր արձանագրված որ կետով ծրագրային ինչ են կատարել։ Իր նախընտրական արշավին ձեռ կտրելու, հետո հանձնելու, այդ մարդկանց խաբելու, ինչ են կատարել։ Թող պետական իր ստանձնած ծառայության եւ ուխտի մասին մտածի կամ երթումի, որ տվել են։ Այն մնացած հարցերը իր գործը չեն։ Խորքում իր գործն էլ չեն։ Եվ ես ասացի, ինչու իր գործը չեն, եւ իր նմանների, ովքեր իրավունք ունեն խոսելու, ովքեր անցել են այդ եկեղեցու կանոնների, կարգերի եւ այլնի միջոցով, ովքեր են անցել։ Մենք վկայություն ունենք, չէ՞, ընտանեկան կյանքի, սրա, նրա մարդիկ կան 2 կին ունեն, 3 կին ունեն, դուք լավ գիտեք այդ մասին։ Ես չեմ ասում, հարցրեք իրենց։ Դուք հիմա իր հեռանալու լուծումը տեսնում եք ընտրությունների Այս միջոցով։ ձեռքի մեջ է հեռանալու լուծումը, այս ձեռքի։ Սրբազան, ձեր կարծիքով Մայրաթորում հոգևոր խորհրդում Նիկոլ Փաշինյանը ունի հենարան, արդյոք հոգևոր խորհրդի բոլոր անդամները անվերապահորեն աջակցում են կաթողիկոսին։ Ես վստահում եմ իմ բոլոր եղբայրներին։ Օրինակ Վազգեն Սրբազանի անունն է շոշափվում։ Ես վստահում եմ։ Հատկապես երբ մեծ ընդունելություն իրականացրեց Նիկոլ Փաշինյանին ջերմորեն ընդունեց։ Դուք հիմա այդ թեման ինչու եք հարցնում։ Եկեղեցուց եք խոսում։ Ես վստահում եմ իմ բոլոր եղբայրներին։ Սրբազան, ի վերջո Նիկոլ Փաշինյանը փորձեր արել 2018 թվականին նաև կաթողիկոսին հեռացնելու։ Մենք հիշում ենք հանրահայտ դեպքերը։ Ինչու այսպես դադար եղավ ու ինչու հենց հիմա սկսեց։ Բացատրությունը որն է ձեր։ Նայեք, շատ են խոսել այդ մասին, հավանականության տեսությունների եւ այլն, բայց նաեւ կա ժամանակագրություն։ Շատ բարձ ժամանակագրություն։ Ես դեռ 2.5-3 տարի առաջ ասել եմ այս մասն, ասեմ Արցախը կուլ տվեցին սրանք։ Հաջորդ թիրախի եկեղեցիներն են։ Եվ ընդհանրապես երբ ինձ հարցրել են միշտ, եկեղեցին ինչու այս չան, ինչու այն չան, ինչու այսպես չի վարում, ինչու այն, ես ասել եմ եկեղեցին վերջին խրամատն է, ժողովուրդ։ Այն վերջին կետն է, որ եթե մենք զիջեցինք, գնաց, վերջացավ ամեն ինչ մեր կյանքը, մոռացեք, որ մենք թափառական լինելուց բացի ուրիշ ճակատագիր կունենանք։ Եվ դա են իրականացնում։ Շատ պարզը, շատ մեղմ համընկումներ են, այսպես միամիտ պատահական ամեն ինչը ի դեպ։ Փաշազադը մի կողմից է խոսում, Փաշինյանը մի կողմից է խոսում, փաշերով։ Այն մյուսը մի կողմից է, Փաշազադեն իր հայտարարություններից առաջ օրինակ խոսում էր մշակութային ժառանգության եւ այլնի, եկեղեցու սպառնալիքներն։ Հայաստանից արձագանքել են որևէ ձևով։ Ասենք օրինակ մարդու իրավունքի պաշտպանի մակարդակով թեկուզ արձագանքել են։ Այո, արձագանքել են։ Ինչ են ասել։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն եւ գնալի է խաղաղության օրակարգ։ Այո, դա բանի պես այսպես վանդակի մեջ մտած թութակի պես հա խոսում են։ Հիմա ինչ կապ ունի դա։
Բայց կներես Հրանտ ջան, ուրեմն իմ ասելիքը հետևյալն է, այս մարդիկ ամեն իմաստով ուղղակիորեն ապրում են, գործում են, խաղում են թրքական, ադրբեջանական հյուրասիրության ներքո։ Իդեպ նա Թուրքիա է գնում, դուք ուղիղ կապ տեսնում եք այս ամենի մեջ։ Այո, ամեն ինչի մեջ էլ այլևս տեսնում եմ։ Ես ժամանակին այնքան մեղմ էի իմ գնահատականների մեջ։ Ինչով էի մեղմ, որ մշտապես վերագրում էի ոչ դիտավորության, ոչ դավադրության տեսության, ես սկզբունքով էլ հավատացող մարդ չեմ դավադրության տեսությունը, պարզ ասում եմ։ Բայց դեպքերի խորությունը, ասենք, եթե մարդը 2 անգամ է սխալվում, 3 անգամ, 10 անգամ թեկուզ, կմտածես, որ լավ, հասկացանք, մարդկայնորեն կարելի է, բայց երբ որ 100 անգամ ու հետևողական, դա արդեն ինչ է մտքիդ մեջ։ Հարցեր է առաջացնում, չէ՞ որ ինչու է այսպես տեղի։ Համոզվել եք, որ դավաճանության վաղուց, ուրացման։ Ինչին է ուրացել։ Մեզ, ինձ, քեզ, վայ ջան։ Բոլորիս մեր ամեն ինչն է ուրացել։ Մարդը չի կարող, պարզ, օրինակ, անընդհատ չեմ կրկնելու էսա։ Մարդը չի կարող ասել, որ ես ձեր թիկունքում որևէ բան չեմ անում, մինչև այսօր չի հրապարակում, ինչ էր, խաղաղության պայմանագիրեր դարձավ համաձայն։ Մինչև այսօր ձեր թիկունքում հրապարակված կետ տեսել եք դուք։ Մարդը ասում է, ես ձեր թիկունքում ոչինչ չեմ անելու։ Ժողովուրդ, հիմա էլ ասում ես հրապարակի, ասում դա ամեն ինչ գիտեք։ Չէ, չգիտենք։ Եվ չի ուզում շատ ուրախանալ ժամանակից։ Չգիտենք, ոչ մի բան չգիտենք։ Ստախոս խաբեբա, ուրիշ բան չկա։ Հետևաբար ասում եմ, երբ որ դուք ասում եք այդ դավադրություն, այո, տեսանելի աչքիդ առջևն է, մարդը ասել է չի անում։ Չեմ խաբելու ես ձեր ժողովուրդ, ձեր թիկունքում ոչինչ չեմ անելու։ Մենակ ասելու եմ Արցախը, Հայաստանը եւ վերջ եւ հանձնելու եմ։ Ձեր թիկունքում չեմ մի գիշերվա մեջ անելու եմ ամեն ինչ։ Չեմ անելու ոչ մի բան։ Բայց համաձայնագիր եմ ստորագրել, խաղացում որ ձեր կյանքի մասին է։ Կոնկրետ ձեր, մեր այստեղ գտնվող մարդկանց կյանքի մասին է։ Այդ թուղթը, որ իրեն կենսական նշանակություն ունի, արյունը այսպես ավիշվում է թղթից։ Ավիշ բառը կարող չիմանալ ասեմ։ Այդ թղթից այսպես ինչ ասեմ, հորդումը ուղակի։ Այդ թուղթը իմ կյանքի հաշվին է, քո կյանքի մասին է, մյուսների այսքան մարդու եւ հազարավորների մասին է։ Ո՞նց ես դու գախնի տանում անում։ Գախնի ումից ես բանում, թշնամուց, որի հետ համաձայնագիր է ստորագրելու։ Բայց նույնիսկ կրթվել է նորաձևե շարժման այդ ֆինանսավորումն է գախնի։ Դա էլ դու ասեցիր արդեն։ Սրբազան այդ Թուրքիա մեկնելով պայմանավորված, արդյոք բացառում եք, որ Սահակ Սրբազանի հետ հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանը եւ լավ ճանաչելով Սահակ Սրբազանին, որևէ խոսք հորդոր ունեք։ Ես որքան գիտեմ, Սահակ Սրբազանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Մնացածը չգիտեմ։ Սրբազան այսօրերին է այնտեղ թե որքան ես տեղեկացել եմ, այո։ Այսօր Գեղամ Նազարյանը ասում էր, որ այդ սահմանագծումից հետո ավելի անվտանգ է դարձել իրանց սրա հետ կապված ինչ մեկնաբանություն ունեք ձեր շատ սիրելիս, շատ սիրելի մարդ։ Ես մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, Գեղամ Նազարյանը իմ կյանքի ամենամեծ ցավն է։ Այսքան բան։ Սրբազան փողոցային ցավերից մեկն էլ չէ, ամենամեծ ցավ, ինքը գիտի ինչ եմ ասում։ Շատ լավ գիտի։ Ես ամոթով եմ ասում դա, ինքս ինձ ճզմելով եմ ասում դա, բայց չեմ կարող չասել։ Անկեղծ ասում եմ, ներս ալեկոծումով եմ ասում, բայց չեմ կարող չասել։ Փողոցային պայքար, փողոցային շարժում, դուք Փողոցայինը սրանք են, մերը հրապարակայինը։ Դա սպասում է թե ոչ։ Դու տեղում կլինես անպայման։ Թե ասեք դա երբ է լինելու։ Այ աղջիկ, վայ այդ մի ժամ կռիվ էի անում, ասում եմ, մեր բոլոր քայլեր, հիմա որ ես եկել եմ այստեղ, չէ, ասենք իրեն գլուխն եմ եղել, մի 7 մեքենա մեր հետևից եկել են, ամեն ինչ գիտեն ես մարդիկ։ Վախեցնում են այդ մարդիկ մեքենաներով որ գալիս են։ Չէ, ես ուղղակի ասում եմ զուտ տեղեկատվության իմաստով։ Սրբազան Կներեք, ուրեմն ինչ է ասում, ամեն ինչ գիտեն ես մարդիկ, մեկ էլ ուզում եք, որ Դա հանրային ընդվզում է։ լրատվականներով, բաներով ասեն։ Ակնհայտ հանրային ընդվզում է դա։ Հա, բայց մեթոդաբանությունը ուրիշ է մի քիչ էլի։ Թույլ տվեք
այս անգամ Մինչև չսխալվեն։ 26 թվականի ընտրությունները ինչ-որ բան։ խորհրդավորություն եք պահում։ Իշխանափոխություն հնարավոր է իրականացնել ընտրություններով։ Հիմա իմպիչմենտի գործընթաց է սկսել, ասում են, մի թեւ ասում են, հնարավոր չէ հնարավոր։ Ամեն ինչ կյանքում հնարավոր է։ Մեզ միշտ ասում եմ հարց տվեք, ոչ թե հնարավոր է թե ոչ, այլ հարց տվեք անհրաժեշտ է թե ոչ։ Անհրաժեշտ է սպասել ընտրություններին։ Ոչ, Սրբազան, լավ։ բայց անհրաժեշտ է փոխել։ Հիմա որ ասեմ էլի կներանեք, բայց պիտի ասեմ։ Այն ժամանակ որ դուք գալիս եք, այդ շարժումը սկսել եք, ես ամեն անգամ հարցնում եի, ձեր դուրը չէր գալիս, ասում եք, հե շուտով սպասեք, հեսա կլինի։ Ինչ ասեմ, վարեն։ Խորհրդավորության շղարշ եք բանալ, այդտեղ չիմացաք ինչ ա։ Հիմա էլ եք նույնը ասում։ Հիմա ամբողջ հրապարակ եմ, ասեմ, ասեմ օրինակ հունիսի 22-ին, չէ, լավ, հունիս 22-ը լավ, մոտավոր ժամկետ ասեք, լավ։ Հունիս 22-ը կիրակ է, հունիս 23-ին ժամը 4-ին լինելու են կառավարության ամառանոցների դիմացը։ Կլինի։ Չէ, այն ժամանակ ասեք մայիսի 1-ին եկանք, հետո ժամանակ քանի մեքենա տվեցիք, ասեցիք, այո, 48 ժամ չեմ 10։ պայքարը, կյանքը, կմեծանանք, կփոքրանանք, կընկնենք, կելնենք, կխոցվենք, միջոցները կսպառվենք, ավելանան։ Հետո մաշվում են գնալով իրանցի պատամաններ Հիմա մեր մաշվելն է կարևոր, թե մեր պետության մաշվելը։ Պետությունն նկատի ունի, պետությունն է մաշվում։ Դե որպեսզի մենք որպեսզի պետությունը չմաշվի, մենք այդ պայքարի ոչինչ, իմիջիայինը սա մասին ասեմ, որպեսզի պետությունը չմաշվի, մենք այդ պայքարի տրամաբանությունից պետք է դուրս չգանք։ Հոգնել ենք միգուցե, հուսախաբվել ենք, ինչ իմանամ, հազար բան չի ստացվել ինչ որ ձևով այն ինչ որ Մենք այն տրամաբանությունից դուրս չենք գալիս, Նիկոլ Փաշինյանն էլ իր կաբինետից դուրս չի գալիս, դա է տարբերությունը։ Դուրս կգա։ Շատ սիրով դուրս կգա։ Էլի նորից։ Դե որ ասում եք իմ ձեռքի մեջ է Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ինչպես եք դա պատկերացնում, այդ ձեռքով ինչ եք անելու, որ հրավիրելու եմ դուրս։ Ապես մի ասեք, ես Ալեն Սիմոնյանը կասի, այդ ձեռքդ որտեղ է դրանից առաջ մինչև դուրս հրավիրելը, դուրս չունեք, վտանգավոր հայտարարություն։ Կճաշակի։ Կիմանա որտեղ։ Շարունակում են սրբազան ձեզ անվանել օտարերկրյա։ Հա մի բան պետք է ասեի, վայն ասում, մի րոպե մի հատ ասեմ, հետո գամ դրան։ Վայն ասեց, որ ես նիհարում եմ, չէ, պետությունը մաշին, ինչա, մի ձևակերպ։ Բայց ես մի առիթով ասել եմ, նայեք այս մարդկանց։ Ինչքան սրանց չափը մեծանում է, այնքան պետությունը փոքրանում է մեր։ Ուղղակի ցուցիչն է, ուղիղ համեմատակ։ Որով այնի չափը։ Հա։ Վահագն Ալեքսանյանը։ Դե ոչ դիետա էլ կա երբեմն։ Սրբազան ձեր արձագանքա։ Ինչին։ Որ ձեզ համարում են օտարերկրյա։ Գործակալները, ուրեմն ինչ ճանաչում են այդ գործակալները բացահայտվելը։ Ես ուրիշ կարծիք ունեի, կարծում եմ, որ գործակալները չեն կարող գործակալին բացահայտել, ցավոք սրտին, բայց բացահայտեցին, հա։ Իդեպ որ օտար։ Ուրեմն իրենց ողջ կենսագրությամբ այն տվյալները, որ կան իրենց մասին, չհերկված ընդվորում։ Սկսած օմեգա բառից մինչև վերջացած Թուրքիայում սովորել եւ այլն։ Ինչքան բաներ կան իրենց մասին, գործակալական։ Էլ չեմ ասում են ահռելի գումարները, որ տարիներով ստացել են տարբեր հաստատություններից ու կառույցներից, ահռելի ծավալներ, ու դրանք մեծ խոսում են, դրանք են մեզ համարում գործակալ, իրենք վառված են, գիտեք ինչից, դաղված, որ աշխարհաքաղաքական կարևոր դերակատարություն ունեցող կենտրոններ մեզ հետ կապի մեջ են եղել, եւ մեզ այո փոխանցել են խոսակցությամբ, զրույցով եւ ես իրավունք ունեմ բոլորի հետ կապի մեջ լինելու, ընդ որում ոչ մեր նախաձեռնությամբ։ Սա ուզում եմ հիշեն։ Բոլոր կենտրոնների ինչ իրենց մտքից անցնում է մեզ հետ կապի մեջ եղել են։ Բոլոր։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ մարդիկ հասկանում են, որ այս պետությունը ուրիշ ընթացք պետք է ունենա կյանքում։ Իսկ այդ դեպքում ինչու իշխանապողություն չստացվեց Ինչ կապ ունի, դա ինչ կապ ունի։ Դե կապում են աշխարհաքաղաքական կենտրոնների։ Իրենք են այդպիսին, իրենք են այս կամ նրա ոտքին ու ձեռքին կարոտ մնացել կյանքում, ծնկած, խեղճի պես, որոնց կարան ձեռքով ասեն գնացեք կամ չգիտեմ ինչ եղեք։ Իրենք են այդպիսին, հասկանում եք, իրենք հայելին վերցրած պտտում են մարդկանց շուրջ ու որպես իրենց չասեն գող, իրենք են ասում գող։ Սա է ամբողջ խնդիրը։ Ձեր աչքերի առջև է եղել Էրդողանին,
Ալիևին, Ռուսաստանի նախագահին, Բելարուսի նախագահին, այն որ ասում են վեհապարը գնացել է Բելարուս, բայց այդ խամաչիկը ինչ էր անում Բելարուսի նախագահի դեմ կանգնած, ինչ էր անում, կողքը նստած կամ են նախորդ հավաքներին լուրջ դեմքով այսպես նայելով երեսին, ինչ էր անում, բա այդ կենտրոնների հետ ինչ, որպես ինչ, փողերը ովքեր են ստանում, то դուք եք ստանում, այ խապեբաս ստախոսներ, կերել եք մեր կյանքը, ձեր ստացած կեղտոտ փողերով, էլ մեծ խոսում են Հայաստանի ինքնիշխանություն, այն մեկը չգիտեմ ինչ հեռուստաընկերություններ ունի, ինչ հարստություն կուտակած, մեր մասին խոսում է, որ մենք Հայաստանի ինքնիշխանություն չգիտեմ ինչ ենք անում։ Դուք գնում եք հաշվետվություն տվեք թե այդ փողերը դուք ո՞նց եք ապրում, ուրիշ ինչով եք աշխատում, ՀԿՄԿ լինելով։ Ուրիշ աշխատանք ունեք, գնում եք բանվորություն եք անում, թե պատրաստի փողերն եք ստանում։ Հիմա USAID-ին կտրել էր փողերը, հիմա եվրոպական ակունքներից են փորձում կորզել, Նիդերլանդիա, Նորվեգիա, չգիտեմ որտեղներ, արյուն է այդ փողերի վրա, հուդանել է փողով վաճառել Հիսուսին, այդ 30 արծաթը իրենց ճակատին դրոշմված է, իրենք երկինք էլ թռնեն, երկիրը մեզ ինչ ուզում են անվանեն, ամենավերջին զրպարտությունից ու պիտակավորումից մինչև իրենց մտքի պայծառությունը ինչ ուզում է բերի, իրենք այդ դաջվածքը չի վերանալու և իրենց ճակատին դաջվածը դա, իրենց հոգում էլ է դաջված դա, դաջվածը իրենք վաճառական են, ոչ միայն խոսքի, հոգու վաճառական են, մարդու վաճառական են, են էլ վատ, կեղտոտ վաճառական, ոչ մի ձևով արժանապատվություն չունեցող վաճառականներ են սրանք, և ասում եմ, պարզ, շատ պարզ, ով ինձ գործակալ է համարել, ինքը թող գնա իր կենսագրությունը, իր ընտանիքի կենսագրությունը, իր կողքի մարդկանց կենսագրությունը, էլ անվանարկումները օմեգա, չգիտեմ, ալֆա եւ այլն, էլ դրանց մասին չեմ ասում, որ չեն էլ մերժել։